Աղբավայր 3200 մետր բարձրության վրա, ամենահայտնի տուրիստական վայրերից մեկում։ Քարի լճի հարակից տարածքի այս պատկերները քննարկում է համացանցը։ Քարի լիճը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ Այցելուների թվի աճին զուգահեռ տարիներ շարունակ աճում է աղբի քանակը, մեծանում էկոաղետի հավանականությունը։ Չկա բնապահպանական հսկողություն, աղբահավաք չի իրականացվում։ Մասնագետների պնդմամբ աղբի կուտակումները հատկապես ջրային տարածքներում եւ բարձր լեռնային գոտիներում առավել վտանգավոր են էկոհամակարգի համար եւ ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Ջրային ռեսուրսների աղտոտումը ամենավտանգավոր բանն է աշխարհում։ Այդտեղ դառնում է լճացում, այդտեղ դառնում է ճահիճ, տարբեր տեսակի այլ միջատներ են հավաքվում, որոնք տարբեր տեսակի հիվանդություններ կարող են ուրեմն տարածել, ամեն ինչ տեղից է գալիս։ Այդ ջուրը արդեն պետք է լաբորատորիաները տանեն անալիզ անեն։ Եվ սա կարող է բերել նաև ուրիշ կենդանիների բազմացմանը, դրանք կարող են լինել առնետներ։ Քարի լիճը ցավոք միակը չէ։ Մայրաքաղաքում Երևանյան լճի ափերին ու ջրային տարածքներում աղբի խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում։ Չնայած վերջին տարիներին լճից աղբի հեռացման աշխատանքներ են կատարվել, իսկ Հրազդան գետում տեղադրվել աղբորսիչ ճաղավանդակներ, սակայն պատկերը չի փոխվել։ Ավելին, Ասիական բանկն էլ գումար է տրամադրել մաքրման աշխատանքների համար։ Նորից ապարդյուն։ Ինչու է Երևանյան լիճը այդ գումարներից հետո հայտնվել այս իրավիճակում։ Այսինքն ներդրումներ եղել են, հասկանում եք, բայց ուր են գնացել այդ գումարները։ Մենք չգիտենք, ամբողջ լճի տակը տիղմ է, մեզ նույնիսկ բացատրեցին, որ դա ուղղակի ֆիզիկապես անհնարին է այդ ամբողջ տիղմը տեղից հանել։ Այս պատկերները միայն անտանելի գարշահոտի ու հակաէսթետիկ տեսարանների մասին չեն։ Երևանյան լիճը շարունակում է մնալ մայրաքաղաքի աղբատարը, այնտեղ են լցվում նաև կոյուղատարերի ջրերը։ Հրազդան գետն է գալիս այդտեղ, եթե Հրազդան գետ դիտեք Սևանից մինչև Երևանյան լիճ, այդ մեքենաների կորպուսներ, մետաղը ամեն մի գյուղ, որ Հրազդանի ափին է, աղտոտում է 60 կիլոմետր որ գալիս է Սևանից մինչև Երևանյան լիճ, աղբատար է գալիս։ Բնապահպանները պնդում են, խնդիրը համակարգային է, չկա պատշաճ վերահսկողություն նույնիսկ էկոպարեկային համակարգը ներդնելուց հետո։ Գիտեք ինչքան պետ բյուջետ, ինչքան փող է գնացել էկոպատրուր ստեղծելու համար։ Եթե պետությունը այդքան գումար է ներդրել իրանց վրա, իրանց գործունեության վրա, իրանց գործառույթն է դա հայտնաբերելու առաջին հերթին նման մարդկանց, նման կազմակերպությունները, այն ինչ որ կապված է բնության աղտոտման, բնության խեղաթյուրման, էկոցիդի հետ կապված, ամենը իրանց վրա։ Բնապահպան Գագիկ Սուխուդյանի խոսքով լավագույն լուծումը աղբավերամշակման գործարանների կառուցումն է։ Միայն այդ կերպ կարող է հարցը լուծվել։ Եթե չենք կարող վերացնել աղբը, հարկավոր է վերամշակել։ Յուրաքանչյուր աղբ կարելի է վերամշակվել, անգամ պլաստիկը։ Չգիտեմ, մեր բիզնեսմենները ինչի չեն զբաղվում դրանով, շատ հետաքրքիր է, բայց աղբը միակ հումքն է, որ գործարանը չի վճարում այդ հումքի համար, այլ գումար է ստանում քաղաքային խորհուրդներից, հանրապետությունից եւ այլն։ Քարի լճից տարածված տեսանյութերից հետո բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերջապես վարչական վարույթ է հարուցել։ Ով պատասխան կտա, պարզ չէ։ Մասնագետները նշում են, եթե վերահսկողությունը, աղբի կառավարման համակարգը եւ մարդկանց վերաբերմունքը բնության նկատմամբ չփոխվեն, նույն պատկերները լինելու են նաեւ այլ գետերում եւ լճերում։ Էկոաղետը մոտենում է։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։